Հասմիկը Գերմանիա էր տեղափոխվել 3 տարի առաջ։ Նա ավարտել էր Երևանի պետական համալսարանը և Մյունխենի տեխնիկական համալսարանում մագիստրատուրա էր անցնում։ Հասմիկը այն աղջիկներից էր, ում աչքերում միշտ կար հայկական լեռների հպարտությունը և մի փոքր թախիծ, որը բնորոշ է իր ժողովրդին։ Նա ապրում էր համեստ, շատ էր սովորում և ազատ ժամանակ ներգրավված էր տեղի հայկական համայնքի աշխատանքներում։ Նույն համալսարանում սովորում էր նաև Մոհամմեդը։ Նա Գերմանիայում ծնված և մեծացած թուրք էր, ում ընտանիքը տարիներ առաջ տեղափոխվել էր Անատոլիայի խորքերից։ Մոհամմեդը բարեկիրթ էր, աշխույժ և առաջին իսկ օրվանից նկատել էր Հասմիկին։ Երկար ժամանակ նրանք պարզապես ծանոթներ էին, ովքեր մի քանի բառ էին փոխանակում դասախոսություններից առաջ։ Սակայն մի օր, երբ համալսարանի գրադարանում քննարկում էր գնում Մերձավոր Արևելքի պատմության և քաղաքականության շուրջ, ամեն ինչ փոխվեց։ Խոսակցությունը վերածվեց թեժ բանավեճի։ Հասմիկը հոսեց հայոց ցեղասպանության, կորսված հայրենիքի և այն արդարության մասին, որը դեռևս չի հաստատվել։ Մուհամմեդը, չնայած իր եվրոպական կրթությանը, սկսեց կիրառել այն թեզերը, որոնք լսել էր իր ընտանիքում և թուրքական միջավայրում։ Նա փորձում էր արդարացնել պատմությունը կամ նվազեցնել դրա նշանակությունը։ «Դուք միշտ ապրում եք անցյալով, Հասմիկ, դա պատերազմ էր, երկու կողմից էլ զոհեր են եղել», ասաց Մուհամմեդը։ Հասմիկի ձայնը դողաց, բայց ոչ թե վախից, այլ զայրույթից։ «Դա պատերազմ չէր, Մուհամմեդ, դա ծրագրված բնաջնջում էր իմ պապերի հողում։ Քանի դեռ դու և քո ազգը չեք առերեսվում ձեր անցյալի հետ, մեր միջև երբեք չի կարող լինել հավասար երկխոսություն»։ Այդ օրը նրանք բաժանվեցին լարված լռության մեջ։ Հասմիկը որոշեց այլևս երբեք չշփվել նրա հետ։ Անցան շաբաթներ։ Մուհամմեդը չէր կարողանում հանգստանալ։ Հասմիկի խոսքերը և նրա անկոտրում կամքը ստիպել էին նրան այլ աչքերով նայել աղջկան։ Նա հասկացավ, որ իրեն ձգում է ոչ միայն Հասմիկի գեղեցկությունը, այլև նրա ուժը։ Մի երեկո, երբ Հասմիկը դուրս էր գալիս համալսարանից, Մուհամմեդը կանգնեցրեց նրան։ «Հասմիկ, խնդրում եմ, լսիր ինձ։ Ես չեմ ուզում խոսել քաղաքականությունից։ Այդ օրվանից հետո ես միայն քո մասին եմ մտածում։ Ես սիրում եմ քեզ։ Ինձ համար նշանակություն չունի ով ես դու կամ ով եմ ես։ Մենք երիտասարդ ենք։ Մենք կարող ենք ստեղծել մեր սեփական ապագան առանց անցյալի բեռի»։ Հասմիկը նայեց նրա աչքերի մեջ։ Նա տեսնում էր անկեղծություն, բայց նաև տեսնում էր անդունդը, որը բաժանում էր իրենց։ «Մուհամմեդ», հանգիստ, բայց հաստատակամ ասաց նա, «դու ասում ես առանց անցյալի բեռի, բայց իմ անցյալը իմ ինքնությունն է։ Ես չեմ կարող սիրել մի մարդու, ով ներկայացնում է մի պետություն և մի մտածելակերպ, որը ուրանում է իմ ժողովրդի ցավը։ Մեր միջև կան հազարավոր անմեղ զոհեր, կա արյան կանչ և պատմական պատնեշ։ Ես երբեք չեմ կարողանա քո ձեռքը բռնել և տանել իմ տուն, նայել հորս կամ պապիս աչքերին։ Մեր ճանապարհներն այստեղ ավարտվում են»։ Նա շրջվեց և հեռացավ, թողնելով Մուհամմեդին միայնության մեջ։ Մուհամմեդը, կոտրված լինելով, պատմեց իր ընտանիքին այս պատմության մասին, հույս ունենալով գտնել աջակցություն կամ գուցե հասկանալ, թե ինչու է այդքան մեծ այդ պատնեշը։ Սակայն արձագանքը եղավ կտրուկ և դաժան։ Նրա մայրը և քույրերը սկսեցին վատաբանել Հասմիկին։ «Ո՞վ է նա, որ մերժի քեզ։ Այդ հայերը միշտ այդպիսին են, գոռոզ և ատելությամբ լցված։ Լավ է, որ նա հեռացավ, նա քեզ արժանի չէր։ Մենք երբեք թույլ չէինք տա, որ մի հայ աղջիկ մտնի մեր օջախ։ Նրանք միայն խնդիրներ են բերում», ասում էին նրանք։ Այս խոսքերը լսելով Մուհամմեդը հասկացավ, որ Հասմիկը ճիշտ էր։ Պատնեշը միայն աղջկա սրտում չէր, այլ նաև իր սեփական ընտանիքի մտածելակերպի մեջ։ Հասմիկը շարունակեց իր կյանքը Գերմանիայում։ Նա ավարտեց ուսումը, դարձավ հաջողակ մասնագետ։ Նա գիտեր, որ սերը հզոր զգացմունք է, բայց հավատարմությունը սեփական արմատներին և պատմական արդարությանը նրա համար շատ ավելի բարձր էր։ Նա մնաց հպարտ հայուհի, ով Գերմանիայի սրտում պահեց իր տեսակը, չդավաճանելով ոչ իրեն, ոչ իր նախնիներին։